Ողջույն։ Կառավարության այսօրվա հուլիսի 39-ին նիստը բավականին երկար, բարակ, անլուրջ խոսակցություններով մի բան ստացվեց։ Դե հասկանալի է, մարտամեկը նոր էր վերադարձել արձակուրդից, լիքը անիմաստ մտքեր էին կուտակվել, պետք է կիսվեր կառավարության անդամների հետ, ովքեր չեն դիտել այդ նիստը, բայց ուզում են իմանալ, թե օրինակ կողմնացույցը քանի կողմ ունի, թե ֆլեյտա նվագողները կարող են գողական գնալ, թող դիտեն ու հարցերի պատասխանը լսեն թիվ 1 հեծանիվ քշողից, բայց հենց այդ ամբաղ զամբաղ խոսակցությունները ծածկեցին այն անիմաստ միլիոնավոր դոլարները, որոնք հենց այսօր ԿՊ-ական կառավարությունը վատնեց պետական բյուջեից։ Բազմաթիվ որոշումներով փողեր դուրս գրվեցին այսօր պետբյուջեից։ Օրինակ, դրանցից մեկով հարկատուների միջոցներից 450 միլիոն դրամ, այսինքն ավելի քան 1.200.000 դոլար տրվեց այն ձկնարդյունահանող տնտեսություններին, որոնց արտադրանքը Ռուսաստանը արգելափակել է։ Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 24,000 տոննա ձուկ, 40%-ը արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա չի արտահանվում, տնտեսություններ ճգնաժամի մեջ են, ու կառավարությունը որոշեց փոխհատուցել ձկան կերի 20%-ը։ Գումարը կտան պետբյուջեի ծախսերի բաշխման արդյունքում։ Այսինքն, ինչ-որ ծրագրեր կիսատ կանեն, ինչ-որ ծրագրեր չեն անի, դրա փոխարեն կփոխհատուցեն Նիկոլիի բերած վնասների մի չնչին մասը։ Պետական բյուջեից գումար է տրվում Նիկոլիի փչացրած հարաբերությունների վնասները մեղմելու համար։ Բայց մարտամեկը չի ընդունում, որ մեղավորը ինքն է։ Ըստ իրեն, մեղավորը ձուկ արտադրողներն են, որովհետև հայկական ձուկը ըստ Նիկոլի լավը չէ։ Դե ասում է, վաղուց ես այս աճեցրած ձուկը չեմ ուտում, որովհետև ակնհայտ խնդիր կա, ինչ-որ ճարպեր են հոսում եւ այլն։ Նախ մենք իմացանք, որ կա ինչ-որ բան, որը դա չի ուտում։ Մեղադրում է ձուկ արտադրողներին, թե ջուրը վատնում են, ձուկը լավը չէ, հետն էլ ընդամենը տարեկան 2.5 միլիարդ դրամ են հարկ մուծում։ Ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փչացել են ձուկ արտադրողները։ Ձուկն էլ արգելել են ոչ թե Նիկոլի պատճառով, այլ որովհետև վատն է։ Ասում էր, չէ, աղքատությունը ձեր գլխում է։ Հիմա արդեն այդ կինոյի երկրորդ սերիան են նկարել։ Խեղճ Հարիֆը ինչ մեղք ունի, դուք եք վատը արտադրում։ Ու քանի որ ինքը ոչ կարողանում է հարաբերություն կարգավորել, ոչ կարողանում է շուկա ստեղծել, ուրեմն կփակեն Հայաստանի ձկնաբուծարանները վատը լինելու հիմնավորմամբ, որովհետև ստացվում է շատ էլ լավ է անում Ռուսաստանը, որ արգելել է հայկական ձուկը։ Այդ մարդը, որը ժողովուրդ ջան, ի պաշտոնե պետք է լիներ հարց լուծող, դարձել է մեղադրյալ նշանակող, մեղադրանք առաջադրող։ Բայց Ռուսաստանն էլ մենակ հո ձուկը չի արգելել։ Իսկ կարող է ծիրաննել ենք վատ մշակում։ Ու Ռուսաստանը ճիշտ է արել, որ արգելել է։ Եկեք կտրենք ծառերը։ Ելակների շիթիլներն էլ եկել հանենք, թափենք, դա էլ է արգելել։ Փաստորեն այն, որ ռուսական շուկան փակ է, իսկ եվրոպականը չի բացվում մեր առաջ, մեղավորը արտադրողներն են ըստ Նիկոլի։ Ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացնելը համընկել է ծիրանի վատ ստանդարտներով արտադրելուն։ Ձեր խնդալը չի գալի ժողովուրդ։ Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ 1.711 միլիոն դրամ, ավելի քան 4.5 միլիոն դոլար, հատկացվեց Հայաստանից արտահանվող առանձին ապրանքների համար տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու, ելակ, լոլիկ, պղպեղ եւ այլն։ Ցանկը կշատանա, քանի որ արդեն այն սեզոնն է, որ ավելի շատ պտուղ բանջարեղեն է սկսում աճել, որոնց ներկրումը Ռուսաստանը արգելել է։ Այսինքն, այս երկու որոշումներով 5.8 միլիոն դոլար մեր գումարներից քամուն է տրվում Նիկոլի արկածախնդրության պատճառով։ Հայկական արտադրանքը լավն էր, վատն էր, ինչ որ էր, արտահանվում էր, մրցակցության մեջ էր, հաղթում էր։ Ինչու հերնանեցեցիք։ Այսօր ասում է տնտեսությունը շարունակում է անշեղորեն աճել, ու ինչքան որ տնտեսությունն է աճել, հենց այդքան էլ անկում է ապրել գյուղատնտեսությունը։ Ախր մենակ գյուղ արտադրանքը չէ։ Վաղը դեռ շատ արտադրանքի վրա է ռուսական արգելանք դրնելու, ու բոլոր պարագաներում մարտամեկը ասելու է. ճիշտ են արել, մեր ապրանքն է վատը։ Դե բայ եթե մեր ամեն ինչը վատն է, ու դու չես կարողանում կարգավորել, ինչ է այդտեղ թիմով վերընկած արդեն 8 տարի։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ուղղակի մսխվում է Նիկոլի արկածախնդրության պատճառով, բայց ոչ միայն դրա, նաև փառասիրության պատճառով։
Օրինակ, այսօրվա նիստում մեկ այլ որոշմամբ մոտ $500,000 տվեցին ինչ-որ վարչաֆեստ անունով փառատոն կազմակերպելու համար։ Սևանա լճի ափին պետք է հավաքվեն։ Նիկոլի անվան գավաթ կա, հեծանվավազք կա, ինչ-որ վարչաբենդ կա, էլ եսի մինչեր ասես, որ չկան, այ վարչաֆեստ չկա, էլ ոնց կլիներ։ Պետական բյուջեից $500,000 տալիս են, որ դրա անունով մի հատ էլ վարչաֆեստ լինի։ Ու սա դեռ ամենը չէ։ Մեկ այլ որոշմամբ 24 միլիոն դրամ հատկացվեց Սևանի շուրջ սիրողական հեծանվային արշավ կազմակերպելու համար Նիկոլի հովանու ներքո։ Այդ մարդու հովանին շարունակում է քամել պետական բյուջեն, Ժողովուրդ ջան։ Ինձ հետաքրքիր է ինքը իր անձնական միջոցներից գումար ծախսել է իր անունով որևէ բանի վրա, այ բայց հարկատուների փողերը նշանակել է ավելորդ ու անիմաստ ծախսերի կաթսա։ Այսօրվա մեկ այլ որոշմամբ 1.5 միլիարդ դրամ դուրս գրվեց, ավելի քան $4 միլիոն, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգայնացիաներում Հայաստանի շահերի ներկայացման պաշտպանության վրա։ Խլում են բիզնեսներ, կայացնում են անարդար որոշումներ, կայացնում են անարդար դատական ակտեր, իսկ ինչպես ասում են, ջարմեն պետք է քաշի հերոս հարկատուն։ Ժողովուրդ ջան, ՔՊԱ-կան կառավարության միայն այսօրվա հուլիսի 30-ի նիստը հարկատուների վրա արժեցել է $10 միլիոն։ $10 միլիոն վատնում։ Այնտեղ կային էլի գումար դուրս գրելու հարցեր, բայց չուսումնասիրեցի ժամանակի սղության պատճառով։ Մեկ նիստում այսքան անիմաստ ծախսեր, հիմնականում չզեկուցվող հարցերով, միլիոնավոր դոլարներ են դուրս գրվում հանրությունից թաքուն, ճանկերը սրել ընկել են բյուջեի վրա։ 50 միլիոն դրամ նորաձևության ինչ-որ շաբաթ, $500,000 վարդավառ նշելու համար, այն որ վարդավառին ավանդաբար ջուր ենք լցնում իրար վրա, կառավարությունը ասել է, ես էլ գամ խառնվեմ ու բյուջեից դուրս է գրել $500,000, $680,000 ինչ-որ բալետի մրցումի համար, $1.8 միլիոն գինու համտեսի համար ու այսպես շարունակ։ Սրանք գումար վատնող հսկայական ապարատ են։ Կարճ ասած, այս փողերը, ժողովուրդ, կարող էին դառնալ աշխատատեղ, բարձրացված թոշակ, բարձրացված նվազագույն աշխատավարձ, նոր դպրոց, մի գործարան, բայց չէ, զոհ են գնում թալանին, որովհետև հենց սա ինչ է, եթե ոչ ժողովրդի թալան, ծախսեր, որոնք չեն տալիս որևէ արդյունք։ Միայն այսօր Նիկոլի բերած վնասների վրա ծախսվեց մի քանի միլիոն $, դա միայն մեկ օրվա դուրս գրածներն են, իսկ նա սխալ որոշումների չեմպիոն է։ Այդ մարդը ծանր բեռ է ոչ միայն երկրի, իր թիմի, մեր ժողովրդի, այլև մեր պետական միջոցների վրա։